Ապրիլի 7-ին խորհրդարանը մտավ արտահերթ ռեժիմի մեջ։ Օրակարգում մի քանի նախագիծ է, բայց կարևորը ընտրական օրենսգիրքի փոփոխությունը, որը սահմանափակում է կուսակցությունների դաշինքների անվանումները։ Ըստ նախագծի դաշինքի անունը չի կարող պարունակել անձնանուն, պետական մարմնի անվանում կամ վիրավորական խոսքեր։ Առաջին հարցը՝ ինչու հիմա, այլ ոչ թե հաջորդ շաբաթվա հերթական նիստին։ Իսկ ինչու ոչ երեքշաբթի, որովհետև երկուշաբթի օրվանից ապրիլի 13-ից կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների գրանցման գործընթացը մեկնարկելու է, ապա դրանով եւ պայմանավորված հրատապ է։ Երեքշաբթի արդեն ապրիլի 14-ն է, չենք հասցնի։ Իշխանական պատգամավորները պնդում են, սա ընդհանրապես տեխնիկական շտկում է։ Նախորդ փոփոխությունների ժամանակ նախադասություն բառի փոխարեն սխալմամբ ջնջվել էր ամբողջ պարբերությունը, ու դաշինքի անվանման սահմանափակումները դուրս էին մնացել օրենքից։ Խորհրդարանական ընդդիմությունը, սակայն, սա պատահականություն չի համարում։ Ընդդիմադիր ամենամեծ քաղաքական մասնակցության հայտ ներկայացրած ուժը արդեն հայտարարել է իր անունը ու հանկարծակիորեն դուք օրենք եք ներկայացնում, որը սահմանափակում է եւ արգելում է դա անել, լուրջ։ Խոսքը ուժեղ Հայաստան Սամվել Կարապետյանի հետ դաշինքի մասին է։ Մարտի 31-ին անվան հրապարակումից օրեր անց իշխանությունը բերեց այս նախագիծը։ Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված դաշինքի ներկայացուցիչները սա որակում են որպես բացահայտ հարձակում իրենց դեմ։ Հանրային ճանաչելիության խնդիր կա, փորձում են անընդհատ մեզ էլ չասեմ, ողջ լրակազմով, այս իշխանության ռեսուրսներով տարաբնույթ մանիպուլատիվ մեկնաբանություններ տալ, իրենց համար նպատակը հարմար է Սամվել Կարապետյանի անունը քվեաթերթիկներից հեռացնել։ Դաշինքի անդամները հողում են անում Վենետիկի հանձնաժողովի կանոններին, ըստ որոնց ընտրություններից 1 տարի առաջ խաղի կանոնների փոփոխությունն անթույլատրելի է։ Փաստաբան Արամ Վարդևանյանն իշխանության քայլերը համեմատում է հարևան Ադրբեջանի փորձի հետ։ Հայաստանի Հանրապետության իշխանությունները ամեն օր խոսելով եվրոպական արժեքների մասին, կիլոմետրերով հեռվանում են այդ արժեքներից։ Իդեպ, օրինակ, Վենետիկի հանձնաժողովի կանոնները այս կերպ կարող են մեկնաբանել եւ նման կերպ փոփոխություն անել մեր հարևան երկրներից, օրինակ Ադրբեջանում։ Իդեպ, կարող է եւ հենց որպես լավագույն փորձ վերցնում են հենց այդ օրինակը։ Չեմ բացառում։ Փորձագիտական դաշտում, սակայն, մոտեցումները տարբեր են։ Անկախ դիտորդ դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանի խոսքով, անվանման հստակեցումը չի համարվում հիմնարար փոփոխություն, ուստի Վենետիկի հանձնաժողովի սահմանափակումն այստեղ չի գործում։ 24 դեկտեմբերին հանվել է, ընդ որում հանվել է ակնհայտ տեխնիկական թերության պատճառով, որովհետև փաստացի այդ դրույթը ոնց որ կրկնում է այն ինչ որ կուսակցության մասին օրենքն է նաև ասում, եւ կրկնում է ինչ որ գրած է նաև 129-րդ հատվածում։ Այն է կուսակցությունների անուններ չեն կարող ունենալ հանձնանուններ, տեղանուններ եւ այլն։ Այսինքն այդ դրույթը փաստացի կա եւ կուսակցությունների մասին օրենքում, եւ կա նույն ընտրական օրենսգրքի թիմերի բաժնում, իսկ այս մի մասից հանվել է։ Բացի անվանումներից նախագծով առաջարկվում են փոփոխություններ քվեարկության գաղտնիության եւ քվեաթերթիկների վավերականության վերաբերյալ։ Ըստ փորձագետի հենց սա է շուտափույթ ընդունման իրական կարիքը, որպեսզի հանձնաժողովները հասցնեն վերապատրաստվել։